Այսօր մայիսի 15-ն է, օրը երեքշաբթի, եթերում Խոստուփ հեռուստաընկերության կապանլուր լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է, բարի երեկո։ Արդեն երկրորդ տարին է, որ մեր Հայաստանում նշվում է ընտանիքի օրը, որը որպես տոն անցկացնելու որոշումը պատկանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ 1993-ից ընտանիքի օրը հայտնվեց միջազգային տոների ցանկում։ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելուց հետո 2011 թվականի մայիսին ընտանիքի օրն ամրագրվեց նաև մեր երկրում։ Ընտանիքի միջազգային օրը նշելը մեծ խորհուրդ ունի, նպատակն է սևեռել հասարակության ուշադրությունը ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա։ Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Հունաստանում և այլ պետություններում։ Թողարկման հիմնական նյութերի մասին նախ համառոտ։ Dino Gold Mining Company-ն ծառատունկ է նախաձեռնել։ Ծառերը երեխաները իրենց ձեռքով իրականացնում են ծառատունկ, քաղաքում իրենց ամենասիրելի վայրերում, խաղահրապարակներում։ Դպրոցականները պատրաստվում են վերջին զանգին։ Վերջին զանգ է, շատ հուզված պատրաստվում ենք, շատ լարված, ինչպես բոլոր շրջանավարտները շատ հուզված, սպասում ենք սրտատրոփ։ Անբարենպաստ եղանակի և դրա հետևանքով կարկտի վտանգը պահպանվում է։ Մայիս ամիսը մեր տարածաշրջանի համար բնորոշ է տեղումնառատ։ Բնապահպանական ծրագրերը դարձել են մեր առօրյայի բաղկացուցիչ մասը։ Այս հարցում հատկապես նախանձախնդիր է Մարսկենտրոնի հիմնական ընկերությունը Dino Gold Mining Company-ն։ Վերջինիս նախաձեռնությամբ այսօր ծառատունկ էր կազմակերպվել։ Երեքշաբթի առավոտյան քաղաքի տարբեր հատվածներում ծառատունկ էր կազմակերպվել։ Նախաձեռնության հեղինակը Dino Gold Mining ընկերությունն էր, որը մինչ այս քաղաքի հանրակրթական դպրոցներում իրականացրել է էկոդաստիարակչական ծրագրեր։ Նախ աշակերտների հետ ընկերությունը կազմակերպել է թղթի թափոնների հավաքում, փոխարենը տրամադրելով տնկիներ։ Գաղափարը այսպիսին էր, դիտարկելով դպրոցը որպես թղթի օգտագործման հիմնական օբյեկտներ, այսպես ասած, երեխաները ամբողջ դպրոցներում հավաքել են թղթի թափոն, որը Dino Gold-ը այսպես ասած գնել է, տեղը տալով ծառեր, եւ այդ ծառերը երեխաները իրենց ձեռքով իրականացնում են ծառատունկ, քաղաքում իրենց ամենասիրելի վայրերում, խաղահրապարակներում։ Ձեռնարկին մասնակցող դպրոցները ծառատունկ կատարեցին իրենց ամենամոտ գտնվող խաղահրապարակներում և հենց դպրոցների տարածքներում։ Կապանի համար 7 հիմնական դպրոցի աշակերտները բաժանվել էին երկու խմբի, մի խումբը աշխատում էր Երկաթուղայի ներթաղամասի խաղահրապարակում, մյուսը Շահումյան փողոցի խաղաղության պուրակում։ Երեխաները ակցիային մասնակցում էին ոգևորությամբ և վստահեցրին, որ խնամելու և հետևելու են ծառերի աճին։ Ծրագիրը իրականացվում է, որպեսզի բնությունը մաքուր պահվի և նաև մեր դպրոցը մասնակցում է այդ ծրագրին, կազմակերպվել է ծառատունկ, երեխաները նույնպես ցանկություն ենք հայտնել, որ մասնակցենք այսպիսի գեղեցիկ միջոցառմանը, նաև մենք օգնում ենք մեծերին։ Ծառերը օգտակար են, որպեսզի թթվածին տան մեզ, որ մենք կարողանանք մաքուր օդ շնչել։ Dino Gold Mining ընկերությունը տնկիներ է ձեռք է բերել Խոստուփ բնապահպանական հասարակական կազմակերպությունից։ Ծառատունկին մասնակցում էին նաև կոմունալ ծառայության աշխատակիցները։ Կապանի քաղաքապետարանը օգնում է կազմակերպելու այս ծառատունկը, իսկ երեխաները իրենց ձեռքով կտնկեն ծառերը։ Տնկելու ենք հացենի, Հիմալայան մայրի և կատալպա։ Ինչ վերաբերում է աշակերտների հավաքած թղթի թափոններին, դրանք Dino Gold Mining ընկերությունը կփոխանցի մեկ այլ համապատասխան ընկերության վերամշակման համար։ Բնության քմահաճույքը հիմա ամենաքննարկվող թեման է, գոնե հողագործի համար։ Առավել մտահոգիչ է հնարավոր կարկտահարությունը։ Այն ցավոք չեն բացառում նաև հիդրոօթերոութաբանները, որոնք նաև խորհուրդ ունեն գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ Վերջին օրերին դիտվող տեղումնառատ եղանակը հատկապես հողի մշակին ստիպում է տագնապել վարուցանքի համար։ Ծանոթ լինելով գարնանային խենթություններին ու աչքի առաջ ունենալով օրեր առաջ որոշ հատվածներում արձանագրված սառցե անձրևը, գյուղացին միշտ պատրաստ է վատթարագույնին, բայց հիդրոմեծարայության պատասխանատուները տեղումների քանակը նորմային մոտ են գնահատում։ Մայիս ամիսը մեր տարածաշրջանի համար բնորոշ է տեղումնառատ։ Այսինքն տեղումնառատ նորմայի սահմաններում մայիս ամսվա տեղումների նորմա
49-ից մինչև 96 մմ է։ Մինչև հիմա տեղումները կազմել է 49 մմ։ 2011 թվականին մայիս ամսի տեղումների քանակը գրանցվել է ընդամենը 49 մմ, իսկ 2010 թվականին 97 մմ, այնպես որ ոչ մի արտառոց կամ ինչ-որ անհանգստացնող երևույթ չէ։ Ամսի 16-ից 19 նույնպես սպասում է կարճատև տեղումներ, որոշ տեղերում նույնպես կարկուտ։ Օդերևութաբանները կարկուտ են կանխատեսում, սակայն դեռ պարզ չէ, թե որտեղ եւ երբ։ Կարկուտը մենք կանխատեսում ենք, բայց թե որտեղ կլինի, այդ արդեն կախված քամին, որ ուղղությամբ կտանին, դա արդեն տեղը կանխատեսելը հնարավոր չէ։ Ժորա Գևորգյանի խոսքով կարճատև ու մանր կարգտախառն անձրևը այդքան էլ վնասաբեր չէ։ Մինչև հիմա վնասաբեր կարկուտ չէ։ Վնասաբեր կարկուտը համարում է այն, որ տեղացած կարկուտի տրամագիծը գերազանցում է 20 մմ, այսինքն 2 սանտիմետր։ Դեռ մինչև հիմա նման երևույթ չենք ունեցել, չի գրանցվել մեզ մոտ։ Խոնավ եղանակը իր դրական կողմերն էլ ունի, ասում է օդերևութաբանը, մարզում անասնակերի պակաս չի լինելու եւ առհասարակ, եթե կարկուտը չփչացնի բերքը, հարուստ գյուղատնտեսական տարի կլինի, վստահ է զրուցակիցս։ Անասնապահության համար սա շատ լավ է, կերի բազա արդեն կունենան, ապահովեն, իսկ պտղատու ծառերի ոչ մի վնաս չկա, որտեղ արդեն պտուղը ձևավորված է։ Վնաս կլիներ այն դեպքում, երբ նոր է ծաղկը, բայց վեգետացիան ծաղիկը արդեն ձևավորվել է որպես պտուղը, ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա անձրևը։ Որպես կարկուտից պաշտպանվելու միջոց Հայաստանի մի քանի մարզերում տեղադրվել են հակակարկտային կայաններ։ Մեզ մոտ դրանք բացակայում են, մնում է ապավինել բնության բարեհոգությանը։ Այնուամենայնիվ Ժորա Գևորգյանը խորհուրդ ունի բնակչությանը։ Ամպրոպի ժամանակ, եթե ուզեն պաշտպանվեն անձրևից, միայնակ ծառերի տակ չկանգնեն, որտեղ ամպրոպը, կայծակը հնարավոր է եթե բացատում մեկ ծառը, միայնակ ծառը, հնարավոր է այդ ծառի միջոցով մարդուն հաղորդի կայծակահարվի մարդի, իսկ եթե մի քանի ծառեր են, դա անվտանգ է։ Գրպանները հիմա բոլորն էլ ունեն բջջային հեռախոսներ, լավ կլինի ամպրոպի ժամանակ հեռախոսները անջատեն, նույնը բնակարաններում բոլոր էլեկտրոնային սարքավորումները պետք է անջատվի, որպեսզի վտանգ չառաջացնի։ Հուշարձանների պահպանությունը պետք է լինի բոլորիս հոգսը, այլ ոչ թե լինի միայն պետական կառույցների հոգացության առարկան։ Անելիքները այս ուղղությամբ շատ են եւ ոլորտի պատասխանատուն ակնկալում է, որ պատմական ժառանգության գործում շահագրգիռ կլինեն բոլորը։ Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության կողմից վերահսկվող եւ պահպանվող հուշարձանների տարածքներում 2012 թվականին մի շարք ծրագրեր կիրականացվեն։ Աշխատանքները կտարվեն կոթողների, հուշարձանների, եկեղեցիների վերականգնման, բարեկարգման ու նաեւ տեղափոխման ուղղությամբ։ Որոշ վայրերում նույնիսկ արդեն պեղումներ են արվում։ Սիսյանի դարպաս գյուղում գտնվող Լորագետի վրայի Արզումանի կամուրջը 17-րդ դարի կառույց է, որը մինչև հիմա գործում է։ Կամուրջի երեսապատման քարերի մի մասը թափվել է եւ այժմ կամուրջի վերականգնման նախագիծ է արվել, նախագիծը հաստատվել է նախարարության գիտամեթոդական խորհրդում եւ սկսվել են վերականգնման աշխատանքները։ Վերականգնում է դարպաս գյուղի բնակիչներ Ստեփանյան եղբայրների միջոցներով, որոնք հիմա արտերկրում Ռուսաստանում են ապրում, գործարարները իրենց միջոցներով վերականգնում են։ Վերականգնում է Կապանի Քաջարան գյուղում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին, որը նորից 17-րդ դարի կառույց է։ Հիմնական ֆինանսավորողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որոշակի ներդրում ունի նաև համայնքը, համայնքի բնակիչներն են ներդրում կատարել այդ եկեղեցու վերականգնման համար, իսկ վերականգնում են Գորիս գյուղատեղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, սա արդեն երկիր եւ մշակույթ կազմակերպության ֆինանսավորմամբ, քանի որ փաստորեն նրանց հիմնական աշխատանքները, ի նկատի ունեմ հուշարձանների վերականգնման աշխատանքները այս տարի ավարտվում են, որոշեցին
Մեկ այլ եկեղեցու վերականգնման աշխատանքներ սկսել եւ նախապատվությունը տվեցին Շիկահող գյուղում գտնվող էլի 17-րդ դարի կառույցն ամփոփող եկեղեցու վերականգնման։ Այս տարի կարվեն նախնական աշխատանքներ, կազմի հուշարձանի վերականգնման նախագիծը, մյուս տարի կսկսվեն վերականգնման աշխատանքները։ Եղվարդում կշարունակվի էլի երկիր եւ մշակույթի միջոցներով նորահայտ դամբարադաշտի պեղումները կշարունակվեն։ Թորոս իշխանի տապանակարը կտեղափոխվի եկեղեցու բակ եւ այնտեղ ունենք միջնադարյան մի գերեզմանոց Սպիտակ խաչի աղբյուր տարածքում, որի տարածքը կբարեկարգվի։ Այս ծրագրերի հետ մեկտեղ ուրեմն երկիր մշակույթի միջոցներով նախատեսվում է մեծ աշխատանք իրականացնել Բեխի կամ Տանձափարախի անապատի տարածքում։ Այսինքն անապատի կանգուն շինությունների տանիքները, որոնց վրա ամբողջովին մի 14-15 ծառեր կան աճած, պետք է հեռացվեն, խոտածածկույթ հեռացվի, ջրամեկուսացումը իրականացվի, որից հետո նորից հողով ծածկվի եւ խոտ ցանվի։ Կառավարության կողմից որոշում է կայացվել տեղափոխել Ագարակի բաց հանքի տարածքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Մեր տարածաշրջանի Ագարակ գյուղատեղի Ամենափրկիչ եկեղեցու մասին, որ հայտնվել է փաստորեն Ագարակի պղնձամոլիբդենային բաց հանքի տարածքում եւ բնականաբար երբ որ հանքը շարունակվում է պայթեցումների միջոցով, այսինքն ամեն օր այնտեղ պայթեցումներ են իրականացվում, վնասվում է եկեղեցին։ Կառավարության համապատասխան որոշումը կայացվել է արդեն եկեղեցու տեղափոխումը կիրականացվի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ եւ նախատեսվում է տեղափոխել Ագարակ քաղաք, քանի որ քաղաքը ինքը եկեղեցի չունի։ Հողատկացումն արդեն արված է, այս պահին էլ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետները արդեն սկսել են եկեղեցու շրջակայքի պեղման աշխատանքները, որպեսզի տեղափոխման նախագիծը կազմվի։ Մեղրիում բավականին արժեքավոր ցուցանմուշներ կան, սակայն փակի տակ են պահվում, շուտով դրանք կներկայացվեն մշտական ցուցադրության, իսկ Սիսիանի Անգեղակոթի միջնադարյան շրջանի կոթողների տարածքում ուսումնասիրություններ կարվեն։ Անգեղակոթ գյուղի միջնադարյան գերեզմանոցներից մեկում մենք ունենք 5-րդ դարով թվագրվող կոթող։ Կոթողից առանձին կա էլի 5-րդ դարով թվագրվող կոթողի պատվանդան։ Եվ Անգեղակոթ գյուղում ունենք նաև Սուրբ Վարդան, տեղացիներն անվանում են Վարդան Զորավոր եկեղեցի։ Կոթողի մաս կազմող խոյակն էլ գտնվում է Վարդան Զորավոր այդ եկեղեցու տարածքում։ Հիմա ժամանակին, երբ որ Մորուս Ասրացյանը ուսումնասիրություններ է իրականացրել այդ գերեզմանոցի տարածքում, կարծիք է հայտնել, որ այդ կոթողը շատ հնարավոր է, որ Վարդան Մամիկոնյանի մահարձանը լինի։ Երկիր մշակույթ կազմակերպության ֆինանսավորմամբ այս տարի համատեղ ուսումնասիրություն կարվի եւ գերեզմանոցի կոթողի եւ Վարդան Զորավոր եկեղեցու տարածքում փորձում են որոշակի հստակություն մտցնել այդ հարցում, իրոք դա Վարդան Մամիկոնյանի գերեզմանն է, թե ոչ։ Վահանավանքի տարածքում այս տարի որևէ ծրագիր նախատեսված չէ։ Փոխարենը կառավարությունը քննարկում է Համալիրը եւ մարզի տարածքում գտնվող եւս 2 եկեղեցիներ Մայրաթոռին հանձնելու հարցը։ Մայրաթոռը բարձրացել է, այդ խնդիրը բարձրացրել է եւ կառավարությունում, ինչքան ես տեղյակ եմ, արդեն այդ հարցը արծարծվում է։ Կոնկրետ ես ասենք տեղյակ եմ Վահանավանքի մասին, Բղենո նորավանքի եւ Որոտնավանքի։ Այդ 3 վանական համալիրներն են, որ ասենք այսօր պատրաստ են, ասենք, հոգեվոր սպասավորություն այնտեղ կարող են իրականացնել։ Վերականգնողական ծրագրերից զատ պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային կառույցը կշարունակի իրականացնել նաև կրթական եւ այլ ծրագրեր։ Այս տարի ուրեմն լրանում է Բղենո նորավանք վանական համալիրի կանգուն շինություններ, այսինքն երկրորդ հուշարձանախմբի կառուցման 950-ամյակը։ Այս միջոց տարեթվի Հոբելյանի հետ կապված մենք նախատեսում ենք էլի բուկլետ հրատարակել Բղենո նորավանքի վերաբերյալ, իսկ կոնկրետ ինչ միջոցառում կիրականացնում ենք, առայժմ դեռ հստակ չէ։ Լուրջ գիտաժողով ունենք հունիսի 24-ից հուլիսի 1-ը 5 օրվա գիտաժողով է, 5 օր տևողությամբ, որից 2 օրը Երևանում անախատեսում, մյուս 3 օրը Ստեփանակերտում։
միջազգային գիտաժողովը, որտեղ պետք է թեման է հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգությունը, որի մեջ բնականաբար իր անկախտելի տեղ ունի Սյունիքի պատմամշակութային ժառանգությունը, այնտեղ պետք է ոչ միայն մասնակցենք, այլ նաև զեկուցումով հանդես գանք։ Նշենք, որ հուշարձանների եւ պատմական վայրերի պահպանության գործում ներգրաված են նաեւ դպրոցներն ու տարածաշրջանում տեղակայված զորամասերը։ Եթե ընթացիկ ամսվա ամենակարևոր իրադարձությունը համարվում էր ազգային ժողովի ընտրությունները, ապա մայիս վերջյան թիվ 1 իրադարձությունը աներկբա լինելու է վերջին զանգը, որին ընդառաջ կազմակերպական աշխատանքները արդեն մեկնարկել են։ Գարնանային այս օրերին հանրակրթական դպրոցների 12-րդցիներն այլևս չեն զլանում դպրոց հաճախել։ Պատճառը թերևս այն չէ, որ նրանք չեն կարողանում ապրել առանց դասագրքերի, տետրերի ու սովորություն դարձած նկատողությունների։ Պարզապես սա վերջին գարունն է, որ կարող են վայելել հարազատ դարձած իրենց դպրոցում։ Կապանի 10-րդ դպրոցի շրջանավարտները ամեն օր դասերից հետո իրենց վերջին զանգի ծրագիրն են քննարկում։ Հերթական անգամ կրկնում են երգերն ու խոսքերը, եւ այս ամենը նրանց մոտ այնքան հեշտ է ստացվում, ինչպես չէր եղել ամբողջ 12 տարի։ Վերջին զանգ է, շատ հուզված պատրաստվում ենք, շատ լարված։ Քաղաքի բոլոր դպրոցներում գրեթե 100-ից ավել շրջանավարտներ կան, մենք միակ դպրոցն ենք երևի, որ 17 շրջանավարտ ենք։ Լուրջ պատրաստվում ենք, հուզվում ենք, շատ լարված ենք, ցանկանում ենք ամենալավը լինել եւ պատրաստել ենք այնպիսի մի ծրագիր, որ հույս ունեմ եւ գրեթե համոզված եմ, որ դա կլինի եզակի ծրագիրը, որ քաղաքում եւ ընդհանրապես հանրապետության մասշտաբով կլինի եզակին։ Շատ ենք աշխատել, մեր դասղեկը մեզ շատ է օգնել, շատ հարցերում են մեզ ընդառաջել նաև մեր ուսուցիչները։ Փորձում ենք ամեն ինչ կատարել բարձր մակարդակով։ Անամփ իրոք սպասում էի, որպեսզի ամբողջությամբ ավարտեմ ուսումնական ծրագիրը ու կարողանամ գիտելիքներս համալրել նոր գիտելիքներով ու այսօր ուրախ եմ, որ ստացել եմ այդ կրթությունը ու հիմա պատրաստեմ վերջի զանգին ու մեծ ուրախությամբ սպասում եմ դրան։ Ինչպես բոլոր շրջանավարտները շատ հուզված, սպասում ենք սրտատրոփ, քանի որ լինում է կյանքում մեկ անգամ եւ պետք է լինի անկրկնելին։ Մրցակցություն է տեղի ունենում բոլոր դպրոցների աշակերտների միջև, թե ինչպիսի ծրագիր կներկայացնի յուրաքանչյուրը։ Յուրաքանչյուրի համար կարևոր է, որ լինեն իր դասարանը, իր միջոցառումը լինի անկրկնելին բոլորի մեջ։ Նրանք այլևս միմյանց նյարդերի հետ չեն խաղում եւ չեն կռվում իրար հետ։ Կան երևույթներ, որոնք հասցրել էին ձանձրացնել նրանց, երբեմն նաեւ զայրացրել։ Այսօր դրանք մի տեսակ կարոտի ու թախիծի առիթ են։ Նրանք գիտակցում են, որ վաղն ամեն ինչ կսկսվի նորից, բայց արդեն առանց իրենց։ Իսկ իրենց դպրոցի պատերից դուրս այլ կյանք է սպասվում, փորձություններով ու դժվարություններով լի ուրույն մի աշխարհ։ Դպրոցից ստացա գիտելիքներ ոչ միայն առարկաների դասերի մասին, այլ նաև ստացա ընդհանուր գիտելիքներ կյանքի համար։ Հուսամ այդ գիտելիքները ինձ կյանքում միշտ կօգնեն։ Դպրոցի պատերից դուրս արդեն կյանքը ավելի ապարթանում, որովհետև դպրոցը մեզանից յուրաքանչյուրը նախապատրաստում է նոր կյանքի ու պետք է պատրաստ լինեմ այդ կյանքին։ Ու իմ կարծիքով ես պատրաստ եմ արդեն այդ կյանքին։ Ավարտում ենք դպրոցը եւ մեզ սպասվում է նոր կյանք, մենք թևակողելու ենք մի նոր կյանք, որտեղ մեզ սպասվում է մի պայծառ ապագա, սպասում են կյանքի անակնկալները։ Դպրոցը ինձ տվեց հավուր պատշաճի գիտելիքներ եւ կյանքի համար եւ ըստ առարկաներից։ Շնորհակալ ենք մեր ուսուցիչներին, որ կարողացան դաստիարակել մեզ որպես արժանի զավակներ մեր հայրենիքի։ Դասղեկ Վարդան Ստեփանյանը այս էլ երկրորդ սերունդն է ճանապարհելու ապագա, բայց նոր հույզերով ու զգացողություններով։ Ակամը փորձում է նրանց մոտ նմանություններ գտնել ու կարծես թե ստացվում է։ Որպես դասղեկ երկրորդ սերունդն են ճանապարհում եւ ամեն անգամ ճանապարհելուց յուրահատուկ զգացմունք եւ հուզմունք է լինում իմ մոտ եւ եթե տարբերություն տնենք 2006 թվականի եւ շրջանավարտ 2012 թվականի շրջանավարտների միջև ես տարբերությունը կդնեի միայն զուտ տարիքային, քանի որ նրանք 10-րդ դասանում ավարտեցին 16 տարեկանում, իսկ այս տարվա շրջանավարտները, որոնք ավարտում են, արդեն 18-17 տարեկան երեխաներ են։ Այս տարվա շրջանավարտները մտքով ավելի հասուն են եւ աղջիկները եւ տղաները բնական է, որ արդեն իրենց տարիքը թույլ է տալիս ավելի շատ մեծ բաների մասին մտածել։ Վերջին զանգի նախապատրաստական աշխատանքներին Վարդան Ստեփանյանը հետևում է առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ։ Կազմակերպական խնդիրները հոգում է ծնողների օգնությամբ։
Նախապատրաստական աշխատանքները նայած երեխաների տրամադրվածությունը օր է լինում դժվար է, օր է լինում շատ հեշտ անցնում են այդ կազմակերպչական աշխատանքները։ Փառք Աստծո, մեր աշակերտների ծնողները մեզ շատ լավ աջակցում են։ Անցած տարի շրջանավարտ չլինելու պատճառով այս տոնը չնշվեց։ Այս տարի արարողությունը կկայանա մայիսի 25-ին։ Ըստ նախարարության սեպտեմբեր 1-յան տվյալների Հայաստանի Հանրապետությունում գրանցված են 36659 շրջանավարտ։ 2008-2009 թվականներին այս թիվը 38978 էր։ Եթերում Խոստուփ հեռուստաընկերության կապանուր լրատվական ծրագրի հիմնական թողարկումներ։ Ծանոթացեք նաև եղանակի տեսությանը։ Բարի գիշեր։